Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովը շարունակվում է Դուբայում։ Իրակլի Կոբախիձեն այցելության շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի տուրիզմի գլխավոր քարտուղարի հետ։ Զուգահեռաբար գագաթնաժողովի շրջանակներում ընթանում են նաև պանելային քննարկումները։ Մասնակցում են վրացական պատվիրակության ներկայացուցիչները։ Արդարադատության նախարարը զրուցել է քաղաքացիների վրա կենտրոնացված ծառայությունների մասին։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման պատրաստակամությունն ու ռազմավարական գործընկերության թարմացման կարևորությունը։ Այս հարցերի շուրջ է զրուցել վրացական պատվիրակությունը Վաշինգտոնում։ Լաշա Դարսալայան հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ միասին բանավեճին ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թամար Տալիաշվիլին և ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոլթերը։ Նախարարության տարածած տեղեկատվությամբ խորել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների ու Վրաստանի հետ համագործակցության հեռանկարների շուրջ։ Եվ ամերիկյան կողմը հաստատել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իր անվերապահ աջակցությունը։ Պետվարչությունում տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկատվություն է տարածել նաև ամերիկյան կողմը։ Ընդհանուր և բարձրագույն կրթության մասին օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ կրթության հանձնաժողովում առավոտից հոդվածներով խորել են և երկրորդ ընթերցմամբ էլ աջակցել են։ Հենց այսօր նիստում քննարկումը երկրորդ լսումներով կշարունակվի։ Օրինագծերի քննարկումն ընթանում է արագացված ընթացակարգով։ Ըստ ընդհանուր կրթության օրենքում փոփոխությունների 12-րդ դասարանը դառնում է կամովին, իսկ 11-րդ դասարանը կենտրոնացված կլինի ազգային քննություններին պատրաստվելու վրա։ 1-ից 6-րդ դասարաններում դպրոցական համազգեստ գրելը կդառնա պարտադիր, որի նմուշը կհաստատի նախարարությունը։ Ըստ փոփոխությունների կչեղարկվի դասագրքի գրիֆի շնորհման կարգը, իսկ ուսումնական գործընթացում բջջային հեռախոսների օգտագործումը կսահմանափակվի։ Օրինագծով ակադեմիական անձնակազմի ցանկին կավելացվի առաջատար պրոֆեսորի պաշտոնը, ինչպես նաև կկարգավորվեն նշված պաշտոնը զբաղեցնող անձի իրավունքները, ակադեմիական խորհրդին անդամակցելու և դեկանի ընտրության գործընթացին մասնակցելու իրավունքները։ Հստակեցվում է պետության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատությունների վերակազմակերպման իրավական շրջանակը։ Գներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի քվոտաներն արդեն սահմանված են։ Խորհրդարանական ընթացակարգային հարցերի հանձնաժողովը առավոտից է քննարկել այդ հարցը։ Հանձնաժողովում 7 անդամ կունենա վրացական երազանքը, 7-ը ընդդիմությունը։ Մասնավորապես 3 քվոտա կունենա Գեորգի Գախարիայի թիմը, 3-ը Ժողովրդի ուժը, իսկ 1-ը եվրոպացի սոցիալիստները։ Հանձնաժողովը գործունեությունը կշարունակի մինչև ապրիլի վերջ և կուսումնասիրի Վրաստանում առկա բարձր գների պատճառները։ Խորհրդարանի նախագահը ևս մեկ անգամ անդրադառնում է հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտ զարգացած իրադարձություններին։ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում գրում է. Վրաստանի նախագահական նստավայրի վրա իրականացված բռնի գրոհից անցել է 4 ամիս։ Այս ընթացքում մեկ բան է արդեն պարզ դարձել, որ Բրյուսելը նախագահական նստավայրի վրա հարձակումը ոչ կդատապարտի, ոչ էլ կառանձնանա։ Նրա խոսքով մամուլի խոսնակի միջոցով նրանք փաստացիորեն աջակցություն են հայտնել տեղի ունեցածին։ Բրյուսելը ավելի ու ավելի է կտրվում այն արժեքներից, որոնց վրա Եվրամիությունը հիմնված էր երբևէ, և ավելի ու ավելի է նույնացնում իրեն ատելության, բռնության և ծայրահեղության հետ, գրում է Պապուաշվիլին։ Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա։ Վիրավորվել է 2 մարդ, վնասվել են բնակելի տներ, դպրոց և մանկապարտեզի շենք։ Միևնույն ժամանակ Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, իսկ վիրավորվել 11-ը, որոնց թվում 3-ը փոքրահասակ են։ Վնասվել է 5 բազմահարկ բնակելի շենք։ Բացի այդ, փետրվարի 3-ի գիշերը Ռուսաստանը տարվա սկզբից ի վեր ամենաուժեղ հարվածն է հասցրել Ուկրաինայի էներգետիկ հատվածին։ Ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 71 հրթիռ և 450 անօդաչու թռչող սարք։ Կիևի Դարնիցկի և Դնեպրովսկի շրջաններում Ռուսաստանի լայնածավալ հարձակումից հետո ավելի քան 1100 տուն մնում է առանց ջեռուցման։ Դոնալդ Թրամփի համար Կիևի վրա իրականացված լայնածավալ հրթիռային հարձակումը անսպասելի չի եղել։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրուցելիս Լևիթը հայտնել է, որ նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսված բանակցությունները կշարունակվեն, իսկ եռակողմ բանակցություններին կմասնակցեն հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Տեղեկացնենք, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները Աբու Դաբիում այսօր կսկսվեն։
Իսկ Դոնալդ Թրամփն ասում է, որ Պուտինը պահել է իր խոստումը եւ մեկ շաբաթվա ընթացքում չի հարձակվել Ուկրաինայի քաղաքների վրա։ Նրա խոսքով Ուկրաինայի մայրաքաղաքի վրա նոր հարձակումներ իրականացնելով Պուտինը չի խախտում իր պարտավորությունը։ Ադրբեջանի նախագահը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ Աբու Դաբիում։ Բանակցություններն անցել են ընդլայնված ձևաչափով։ Բանակցություններին ներկա են գտնվել նաև արտաքին գործերի նախարարները։ Իսկ այս պահին առաջնորդները շարունակում են իրենց դեմ առ դեմ հանդիպումը փակ ձևաչափով։ Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը ժամանել են Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Զայեդի մրցանակը ստանալու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ճանաչվել են այս տարվա մրցանակակիրները որպես խաղաղություն հաստատելու, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցության ու կայունության նկատմամբ իրենց շարունակական աշխատանքի գնահատման նշան։ Թբիլիսիում ոստիկանությունը թմրանյութերի հետ կապված մեղադրանքով ձերբակալել է 2 անձի։ Նրանց խուզարկելիս իրավապահ մարմինները որպես իրեղեն ապացույց առգրավել են վաճառքի համար փաթեթավորված թմրանյութեր՝ մեթադոն եւ չորացրած մարիխուանա։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։